Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի падգամավորներ, ներկայացնելով այս անգամ արդեն 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, պիտի փաստեմ, որ ներքին գործերի նախարարության մասով, ինչպես նաև կառավարության մյուս անդամների եւ բյուջետային տարբեր հիմնարկների մասով, բնականաբար բյուջեները պլանավորված են եղել շատ համահունչ այն բոլոր բարեփոխումներին, որոնք կառավարությունը նախատեսել է 21-ից 26 թվականների ծրագրի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ ներքին գործերի նախարարությունը հատկացված է եղել 100.96 միլիարդ դրամ 2024 թվականի կտրվածքով եւ ընդհանուր կատարողականը կազմել է 97.2%, իսկ պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում ընդհանուր առմամբ կարող են գնահատել կատարողականը 98.5%։ Բայց հարգելի գործընկերներ, որքան էլ որ սա կոչվում է բյուջեի կատարողական, ես ուզում եմ փաստել, որ սա ոչ թե թվերի մասին է, այլ ինչպես նշեցի, բարեփոխումների մասին է, ինստիտուցիոնալ նոր մեխանիզմների ներդրման մասին է, նորարարությունների մասին է եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց կյանքի որակի փոփոխման մասին է։ Բնականաբար մեր բոլոր գործողությունները միտված են այն տրամաբանությամբ, որ մենք կարողանանք նաև կոնկրետ այս դեպքում ներքին գործերի նախարարության մասով բարձրացնել նաև հանրային վստահության մակարդակը եւ վստահաբար մեր տարբեր ցուցիչները փաստում են հենց այս մասին։ Ես չեմ կարող ասել, թե ինչպիսի, այսպես ասեմ, վստահության ցուցիչների են հղում կատարում մեր գործընկերները նաև այս դահլիճում, բայց վերջին տվյալներով Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի մարմինների շարքում վստահության մակարդակով առաջին տեղը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Անդրադառնալով բյուջետային ծրագրից բխող մեր բոլոր բարեփոխումներին, հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ կցանկանայի կենտրոնանալ հանրային անվտանգության ոլորտի վրա, որը վերաբերում է այս դեպքում ոստիկանությանը եւ նաեւ փրկարար ծառայությանը։ Ոստիկանության մասով ես ասեմ, որ ձևավորված է այլևս նախարարությունը, որը քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինն է ոստիկանության ոլորտի եւ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների մասով ըստ էության քայլերը ակտիվ փուլում են գտնվում։ Բարեկային ծառայությունը վստահաբար տեղյակ եք, որ արդեն ամբողջ ծավալով գործում է Հայաստանի Հանրապետությունում, ունենք նաեւ ջրային բարեկային ծառայության գործարկում։ Նոյեմբերի 1-ից գործարկվել է նաև համայնքային ոստիկանությունը եւ քրեական ոստիկանությունը եւ այս պահեդրությամբ ակտիվ քայլեր են ձեռնարկվում նաև հենասյունային 4-րդ ուղղության ձևավորման ուղղությամբ, որը ոստիկանության գվարդիան է։ Ասեմ, որ օրենքն արդեն իսկ ընդունված է եւ նոյեմբերի 1-ից պիտի ամբողջովին նոր ծառայությունը գործարկվի, բայց քանի որ խոսեցինք ոստիկանության զորքերի մասին եւ նաեւ որոշակի գնահատականներ տրվեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատանքի մասին, ես նախ եւ առաջ ուզում եմ հորդորել բոլորիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը երաշխավորող կառույցի մասին, խոսել հարգանքով, անկախ նրանից, թե մենք անձամբ որպես նախարարություն եւ կառավարություն եւ նաեւ որպես հանրության մասնիկ ինչպիսի խնդիրներ ենք արձանագրում ոստիկանության կամ առհասարակ ցանկացած պետական մարմնի աշխատանքի շրջանակներում։ Եվ վստահաբար, եթե տարբեր խնդիրներ չարձանագրեր կառավարությունը, 21-26 թվականների կառավարության ծրագրով չէր նախատեսվի որևէ գործողություն վերաբերող այս դեպքում ոստիկանության ոլորտի բարեփոխումներին։ Հարգելի գործընկերներ, ես շատ կարևորում եմ ռեֆորմների մարդկային ռեսուրսների կառավարման շերտին վերաբերող հարցերը եւ ըստ այդմ 2024 թվականին ձևավորվել է ներքին գործերի նախարարության մեկ միասնական կրթահամալիրը, որը որ պիտի ապահովի մարդկային ռեսուրսների ընդհանուր այն պատշաճ համակարգը, որը որ անհրաժեշտ է ունենալ թե ոստիկանությունում, թե փրկարար ծառայությունում եւ թե նաեւ առհասարակ ներքին գործերի նախարարության բնագավառում։ Նշեմ, որ ձևավորման աշխատանքները գրեթե ամբողջովին ավարտվել են, այս պայդրությամբ կենտրոնացած են կրթական բովանդակության վրա եւ վստահաբար 2025-ը այս առումով պիտի լինի լուրջ փոփոխությունների տարի հենց կրթության կազմակերպման տեսանկյունից։ Դասախոսական անձնակազմի ներգրավման մասով կատարել ենք մի շարք փոփոխություններ, որոնք նպաստելու են մրցունակ անձնակազմի ներգրավմանը մեր ծառայողների վերապատրաստումների շրջանակներում։ Բնականաբար կադրերին համակարգ բերելու տեսանկյունից կարևոր է նաեւ ապահովել կադրերի մնալու կոմպոնենտը նաեւ համակարգում եւ այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը նորից եմ շեշտում ապահովող կառույցը պիտի ունենա նաև արժանապատիվ վարձատրություն։ Եվ ըստ այդմ 2024 թվականի կտրվածքով մենք շարունակել ենք ատեստացիոն գործընթացը մեր ոստիկանության ծառայողների մասով։
Պիտի փաստեմ, որ ոչ միայն ինստիտուցիոնալ փոփոխություններն են տեղի ունեցել, որոնք որպես կանոն բնականորեն պիտի ապահովեն ավելի հեռանկարում արդյունքներ, բայց կարճաժամկետում եւ միջնաժամկետում մենք մի շարք վիճակագրական տվյալներ ենք արձանագրել, որոնք խոսում են կառավարության կողմից վարվող քաղաքականության ճշգրտության եւ բովանդակային առումով դրական տեմպի մասին, արձանագրել ենք հանցավորության թվի աճ 1.1%-ով, նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները էականորեն, ընդ որում այն պայմաններում, երբ որ մենք ունեցել ենք տրանսպորտային միջոցների գրանցման աճ, զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորներինը 421-ով։ Բնականաբար մեծ կենտրոնացում ենք ունեցել նաև թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ եւ օրերս նաև կառավարությունը հաստատել այն նոր ռազմավարական փաստաթուղթը, որը առաջիկա տարիներին կլինի մեզ համար ուղենիշային որպես այդպիսին այս ոլորտում։ Հարգելի գործընկերներ, անդրադառնալով աղետների ռիսկի կառավարման ոլորտին, որը որ թերևս համակարգային փոփոխություն բերող ոլորտ է այս պայծրությամբ, պիտի փաստեմ, որ հետևողականորեն կենսագործել ենք աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությունը, որը թիրախավորվում է մինչև 2030 թվականը։ Եվ ունենալով որպես քաղաց դաս Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառած անձրևները, մենք ասեմ, որ մի շարք ինստիտուցիոնալ գործիքներ ենք փորձարկել, այդ թվում արբանյակային լուսանկարների օգտագործում, տարբեր խորքային գործիքների գնահատում, որոնք որ մեզ թույլ են տվել իրական պատկերը վերհանել եւ ըստ այդմ պլանավորել միջգերատեսչական աշխատանքը։ Եվ ես պիտի փաստեմ, որ այս իրավիճակի պայմաններում կառավարությունը գործադրել է այն բոլոր հիմնական, այսպես ասեմ, գործողությունները, որոնք միջազգային պրակտիկան հիմք է ընդունում աղետից տուժած բնակչության պաշտպանության եւ նաեւ փոխհատուցման տրամադրման տեսանկյունից։ Զգալի աշխատանքներ են բնականաբար կատարվել նաև անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ, հաշվի առնելով ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից այս խումբ գործողությունների մասով մեր պլանների կարևորությունը, փաստեմ, որ փրկարար ծառայության դեպքում եւս արժանապատիվ վարձատրության մասին պիտի խոսենք եւ թեև տարբեր քննարկումներում անընդհատ նաեւ շահարկվում է այն հանգամանքը, որ այ ոստիկանների աշխատավարձը բարձրացվել է, բայց փրկարարներին ոչ, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի հետ մեր ունեցած սերտ համագործակցության արդյունքում մենք այս գործիքակազմերը ներդրել են գրեթե համահունչ, այսինքն բարձրացվել է թե ոստիկանության աշխատավարձային քաղաքականությունը բյուջետային առումով եւ թե նաեւ փրկարար ծառայողներն եւ համակարգում այս պայծրությամբ գերազանց ատեստավորված փրկարարը ստանում է 557.541 դրամ դրամական բավարարում նախկին 297.000 դրամի փոխարեն։ Անդրադառնալով հանրային ծառայությունների մատուցման ոլորտին, ես պիտի փաստեմ, որ առօրյա ծառայությունները բնականաբար մատուցվել են մեր քաղաքացիներին, անցած տարվա կտրվածքով ձեռք ենք բերել 3 ՆԳՆ սպասարկման շրջի գրասենյակներ, որոնք շատ ինտենսիվ աշխատում են այս պայծրությամբ թե Երևանում եւ թե նաեւ մեր մարզերում, ունենում ենք բավական մեծ թվով դիմելիություն տարբեր մարզերի կտրվածքներով, բայց պիտի փաստեմ, որ այս պայծրությամբ մոնիտորինգի ենք ենթարկում այն գործարքների թիվը, որոնք որ մենք ունենք, որպեսզի հասկանանք նաեւ մասնավոր գործընկերոջ ներգրավման պայմաններում մեր գրասենյակների տեղակայվածությունը։ Եվ քանի որ անդրադարձա բիոմետրիկ նոր համակարգին, ես պիտի փաստեմ, որ արդեն իսկ պայմանագիրը կնքված է, մասնավոր գործընկերոջ հետ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում այս ուղղությամբ, այս պահին տեղակայումներն ենք վերջնականացնում Երևանում եւ մարզային կտրվածքով։ Նշեմ, որ այս պայծրությամբ նաեւ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում հայտնի Tier 3 ընդհանուր անվտանգային ստանդարտին համապատասխան նաև դատակենտրոն ստեղծելու ուղղությամբ, որը որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության նախադեպը չունեցող կենտրոն կլինի այս տեսանկյունից։ Փաստեմ, որ մենք նաև Եվրոպական միության մեր գործընկերների հետ ենք բավական ինտենսիվ աշխատանքներ տարել, տրվել է մեկնարկը գործնական փուլի վիզաների ազատականացման եւ պիտի փաստեմ, որ արդեն հունիսի 24-ին ունենալու ենք Եվրոպական փորձագիտական թիմի այց Հայաստանի Հանրապետություն, որը կներկայացնի գործողությունների այն պլանը, որը մեզ համար ուղենիշային կլինի վիզաների ազատականացման process-ի շրջանակներում։ Հարգելի գործընկերներ, ես նաև քանի որ ժամանակս քիչ է կցանկանամ անդրադառնալ մի թեմայի, որը եւս բարբերաբար քննարկվում է այն տեսանկյունից, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց թիվը ավելի քիչ է, քան քաղաքացիությունից հրաժարված անձանց թիվը։ Ես պիտի փաստեմ, որ սա իրականությանը չհամապատասխանող պնդում է, որովհետև էականորեն աճել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց թիվը, իսկ քաղաքացիությունից հրաժարված անձանց թիվը մշտապես պտտվել է 3000-ից 4000 անձանց շրջանակներում։ Այս պահի դրությամբ պիտի փաստեմ, որ 24 թվականին մենք ունեցել ենք 21437 դիմում միայն ՀՀ քաղաքացիության շնորհման առումով։
Շատ կարճ թերևս այսքանը հարգելի գործընկերներ, սրանք այն հիմնական կետերն են, որոնք որ ցանկացա ընդգծել, մենք առիթ ունեցել ենք նաև ընդհանուր կառավարության ծրագրի իրականացման առաջընթացի զեկույցի շրջանակներում անդրադառնալու բոլոր մանրամասներին եւ ես ուզում եմ փաստել, որ 2025-ին մենք ըստ էության շարունակելու ենք ամրապնդել այն բոլոր արդյունքները, որոնք որ ունենք եւ բնականաբար կառավարության ծրագրին համահունչ նաև ձեռնարկելու ենք նոր միջոցառումներ ապահովելու համար բարձր արդյունավետություն նաև 2025 թվականի տեսանկյունից։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։